Այս աղջկան նա խենթի պես էր սիրում, պատրաստ էր մեռնել նրա համար։ Ալիքին ու Վահանին, մանկության ընկերներին, վստահում էր ամբողջ սրտով։ Ինչպես բոլորը, նա ևս ուներ անկեղծ մարդկային երազանքներ։ Երազում էր ընտանիքի, երջանկության, սիրո, երեխաների և հրստության մասին։ Մեր տղան ներս մտնում։ Հարցնում մամ, ինչ ես մենակ նստած, բա պապանում է։ Թվում էր ամեն ինչ չունի։ Ինչ էին մտածել ընկերները։ Ճակատելու կասեն դամար ոնց է ալա։ Ոմանք ժպիտով են դավաճանում, ոմանք դիմակներով, ոմանք էլ սիրով։ Ինչու։ Նրա կյանքը փշրված է, երազանքները գողացված։ Նա պատրաստ չէր կյանքի անսպասելի շրջադարձին։ Ոմանք սպաների սրտասվում են։ Ես չեմ ուզում ամրասը։ Ոմանք նույնիսկ խղճի խայտ չեն զգում։ Ճակատագրի հարվածներին պետք է դիմանալ օժանդայի հետ։ Իսկ ինչ անել դավաճանության հետ։ Վրեժն ավելի ուժեղ է, քան մահը։ Ժամանակն է վերադարձնելու կորցրածը։ Դավաճանությունը բաժանեց նրանց, վրեժխնդրությունը կմիացնի։ Ով էր նա։ Ազնիվ, խելացի, բարի երիտասարդ։ Իսկ հիմա ով է նա։ Ինքնավստահ, հարուստ, ծանրակշիռ, հաջողակ, սակայն վրեժով լցված անծանոթը։ Նոր դրամա, առեղծվածներով լի պատմություն սիրո, դավաճանության, վրեժի և հատուցման մասին։ Սահմանը հատված է, ետդարձի ճամփը չկա։ Հիմա նոր դեմքով, զրկված մորից, եղբորից, երբեմնի ընկերներից և միակ սիրուց։ Վրեժ թեներում, կասկածանքների գծիկ, հոգի մաշող երկություն։ Անծանոթը շնթի եթերում։